գսեմ, որ Ես մեծ հաղթանակ է, բայց իրականության մեջ մեր շրջանի կարևոր մեկ մասը ազերներու ցերկերու մեջն էր։ Իրենք Ադրբեջանի փանագը գիշխեր այդ տարածություններու վրա մինչև հիմա։ Խորհրդային փանագը, որ այստեղ էր, այդ շրջաններ գբահեր իրենց ցերկերու մեջ եւ խորհրդային փանագը քնած, այլևս իրենք հրամատավորված էին եւ այսինքն թեքտեմբեր ամիսեն ի վեր իրենք գիշխային այդ տարածություններու վրա, բայց Մարտունու շրջանն էին անոնք։ Հետո այն դեղերեն անընդհատ Մարտունու քաղաքի վրա եւ մյուս քյուղերուն վրա գռումպագոց էին։ Շատ զոհեր դվինք այս վերջին ամիսներում, մոտ 9 ամիսվա մեջ շատ զոհ դվինք այդ ռումպագոցումներու պատճառով։ Բնակչությունը շատ անհանգիստ էր, տնտեսությունը ամբողջովին խանգարված էր։ Ուրեմն այս դեղերի քրավումը անշուշտ ամեն ձևով պետք է ըլլար, պետք է ընենք։ Բայց միևնույն adեն հասկանանք, որ մենք միայն քրավեցինք այն ինչը, որ արդեն այս շրջանին կպատկանենք։ Դեռ ուրիշ տարածություններ կան այս շրջանի մեջ, որ դագվին իրենք իշխեն։ Ուրեմն դագվին շատ գործ ունենք։ Մոտ մեկ ամիս առաջ, սեպտեմբեր 4-ին, Ավդալ Գյուլաբլու մտանք, այն դեղերը ազատեցինք եւ հիմա այն որոշ քյուղերը հանգիստ են, առաջ իրենք ալ միշտ անընդհատ ռումպագործման դակ էին, շատ զոհեր դվին այն դեղերը, քյուղերը գրեթե երկու Ավդուր եւ Նորշեն քյուղերը գրեթե ամբողջովին քանտվեցան, բայց հիմա հանգիստ են գուզենք վերասարքել։ Հիմա այստեղ նոր քրավեցինք, հագահարցակումը կսպասենք, որ անորալ չարտենք։ Իրենց այս վերջին մեկ ամսվա ընթացքին անընդհատ հարցակած են այստեղի վրա եւ ամեն անգամ գրծածենք չարտնել իրենց, թե իրենց տեխնիկային, թե մարդկային ուժին չարտելացենք։ Ռազմական իմաստը ինչ է, այս քակատները որ քրավեցինք շատ կարևոր են, որովհետեւ պաշտպանենք մեր շրջանը, որովհետեւ չի ռումպագործեն, թեև դագավին կրնան գոր ռումպագործել մյուս ուղղության վրա։ Չափազանց կարևոր թիրքեր գուտա մեզի։ Հոգեբանական իմաստով նորեն կարևոր է, կամ շրջանի ժողովուրդ եւ մանավանդ մեր զինվորները ավելի քան երբեք ինքնավստահ են, փորձառություն ունին, գրիվի փորձառություն ունին։ Այս վերջին ամիսներուն շատ բան շահած են այդ իմաստով եւ ավելի քան երբեք ուժեղ ենք, տեխնիկա գրաված ենք, թանկեր, մանավանդ թանկեր, բազմաթիվ, այսինքն լավ է, գուսամ որ գազդեին նաև ամբողջ Արցախի հոգեբանության վրա եւ ամբողջ հայերու հոգեբանության վրա, որովհետեւ գիտնամ որ եթե ուժեղ մնան իրենց թիրքի վրա, եթե գրվին եւ հետո խրամատավորվին եւ խրամատի մեջ մնան, ոչ մարտակերտի պես գրվին առաջ երթան, հետո ամեն մեկը ասե մեր կորձը վերջացավ, ետ երթանք որ գամ մեր ասինչ ընկերը մահացավ, բերի երթանք իր թաղման եւ թիրքերը գծկեն ետ երթան, այսանք աբուշությունները աբուշներու բաճարով մեծ գորուսներ դված ենք, մեր հայրենիքի կարևոր մեկ մասն ալ դված ենք, այդ Շահումյան մարտակեր եւ այլն։ Գուսամ որ բոլորին վրա ազդեի մեր հաղթանակը եւ մեր աշխատելու ցեղը, այսինքն գրվիլ, առաջ երթալ, խրամատավորվիլ, բահել, հագահարցակում ընդունել, անորալ չարտել ու վերջ։ Միայն երեք մեկ տանկ վերցուցինք, մեկ տանկ խփեցինք, 4 հատ տնտով վերցնենք, 2 հատ 100 մմ-անոց եւ 2 հատ 76 մմ-անոց, 2 հատ Zu-2 հագաոտային զենքեր, 1 հատ Zepeu հագաոտային զենք, 6 հատ 82 մմ-անոց ագանանետ, 1 հատ DSHK, 48 հատ AK-74, 2 հատ PKT, ուրիշ ինչ գրավեցինք եւ նաեւ մորցած եմ մի քանի հատ գտոր վերցուցած ենք։ Զինադադարի մասին ինչ կասես։ Ինչ կսեմ, ուրեմն ամենքս գիտենք թե ինչ era դիգա սեպտեմբեր 25-ին կեսքշերին պետք է սկսեր։ Իսկ անգի մոտ 1 շաբաթ առաջ Ադրբեջանի եւ Հայաստանի պաշտպանության նախարարները ստորագրեցին այդ բանը։ Իսկ Ադրբեջանի գոմե ստորագրեցին մեկ պատճառով, քանի որ մեծ պատրաստություններ կտեսնենք, որ շատ մեծ պատրաստություններ, որպեսզի մինչև ամսուն 25 մեզի ջնշեն։ Երկու հիմնական նպատակներ ունեն, մեկը Լաչինի ճանապարհ գծելներ եւ մյուսը Մարտունու շրջան մտնել
kravel եւ այդպեսով հադրուտ գդրել Արցախի մյուս մասեն եւ նույն Ստեփանագերտ հասնել որովհետեւ մինչեւ բան զինաթաթարի ջամգետը իրենք մեր գրնակը գդրածլան եւ հետո ասեն լավ զինաթաթար է հիմա բանակցության մեջ կմտնենք եւ որ հայերը գրեթե ուժ չվինան իսկ իրենց բոլոր ծրագրերը ցախողեցան Մարնուշրջանի 4 կոմերու վրա ամբողջ ճագարի վրա հարցակեցան եւ մեծ հարվածներ գերան մեծ հարվածներ մեկ օրվա մեջ Մաշկալաշենի ճագարի վրա 10 թանկ խփեցինք 2 BMP ահակին մարդ Ոդ 120 զոդվին այդ երկու օրվա գրիվի մեջ իրենց Ֆիզլու շրջանի հրամանատարի դեղագալը մերավ այսինքն շատ վնաս տվենք հետո Գյուլաբլուի գոմերը 6 թանկ 3 BMP 1 BRDM խփեցինք երկու թանկերը հետո վերցուցենք այսինքն ահակին վնաս ունեցան Մարտնու վրա 3 թանկեր կրավեցինք այդ հարձակումներու ժամանակ որ Պերտաշենի գոմերը բավական մարդ սպանեցինք այսինքն ահակին վնասի մեջ էին չի գրծան հաջողել ուրեմն եւ Լաչինի ճանապարհն չի գրծան գդրել ուրեմն երբ որ ջամգետը եղավ զինաթաթարի իրենք ասին որ չենք գրնար ընդունել այդ զինաթաթարը քանի որ իրենց նվտակներուն չէին հասած ուրեմն ոչ մեկ անգելզություն ոչ մեկ լրջություն կա Ադրբեջանի գոմե որևէ խաղաղության համար կամ զինաթաթարի համար եւ դա լավ է եւ գրիվը բերի շարունակվի եւ մեկ բան կա որ իրենք չեն կրանի որ գրիվը ինչքան շարունակվի այնքան մենք ետ բերի կրավենք մեր դարածքները Հիմա մեր սահմանները որտեղով անցնել են Ինչպես Ղարաբաղի սահմանները նայենք դեր նայենք աշխատենք Մարտին հիմա լրիվ ազատագրված է Ոչ, դեր շատ դարածքներ կան, որոնք իրենց ձեռքի մեջն են, շատ դարածքներ, շատ կործնենք, այս շրջանի մեջ, բոլոր շրջանների մեջ, մեկ բան կա, որ եկեցեմ, որ Հայաստանը և Հայաստանի ժողովուրդը պետք է հասկանան, որ պատերազմի մեջ ենք, լուրջ է բաց պատերազմը, մեր բոլոր ուժը պետք է զորաշարժել այս պատերազմի համար, որովհետեւ շուտ վերջացնենք։ Ինչքան գամած աշխատենք, այնքան երկար բիլա, այնքան դժվար բիլա, այնքան զոհեր բիլանք, պետք է հիմա մեր ամբողջ ուժը տնենք աս կորձի մեջ, հաղթենք ու վերջ։ Խաղաղություն բիլա միայն մեր հաղթանակով։ Անկարելի է խաղաղություն տեսնել առանց մեր հաղթանակի։ Իրավունք չունենք ցաղողելու, չենք կնար ցաղողել, բերի ընենք։ Ինչքան դժվար է Հայաստանի տնտեսական վիճակ, լավ հասկացանք դժվարությունները եւ այլ, բայց պատերազմն այդպես է, պատերազմը միայն դժվարություն է, պատերազմը հաճելի բան չէ, եթե մարդիկ կմտածեն որ իրենց բարձ կյանքը կգնան շարունակել եւ նույն adեն պատերազմը տանել, ուրեմն շատ աբուշ են, բերի հասկանան որ բերի զոհվենք, բերի լավ չուտենք, բերի լավ չի հագնենք, բերի թբրոց չերտանք, բերի այս ամեն բաները չմոռանանք մեր ամբողջ ուժը տնենք ռազմական կորձի մեջ, հաղթենք ու հետո բոլորիս համար ավելի լավ գլավ։